Հավաքարարը իր սախքյանք մնալու է հավաքարար, որովհետև ոչ լեզու է սովորում, ոչ է անում ինչ-որ մի բան հավաքարարի աշխատանքից բացի ուրիշ աշխատանք անել կարողանալու համար։ Ինչ ես խոսում, ուշադիր նայել եմ վիդեո, տեսի քո վիդեոից հատվածա, հավաքարարների մասին ես խոսում, ուրեմն քեզ մի հատ կարևոր բան ասեմ, եթե դու այդ թեմային կպել ես, նայում եմ ընդհանուր փորձում եմ պատկերացնել, որ ինչ-որ մոտիվացիոն բան ես ուզում ասես, բայց տենց չի լինում։ Լսի ուշադիր։ Լիքը հավաքարար, լիքը մարդուց բարձր է։ Այսօր մարդը եթե հավաքարարի գործ է անում, ինքը չի անում հավաքարարի գործ, որ իրան հետ տենց հաճելի է կամ այնքան լավ է իրավիճակը, որ այդ գործն է անում։ Ինքը սոցիալական պայմաններից ելնելով է անում։ Ու այնքան մաքուր մարդ է, որ ինքը չի ընտրում անբարոյականության կյանք, այլ ընտրում է բարոյական ձևով փող աշխատելու ձևը։ Իսկ ովքեր են աշխատում հավաքարար հիմնականում քեզ հարց տվել ես, կոնկրետ մեր ազգում ով է աշխատում։ Մեր մերերը, մեր քրերը, մեր կանայք, մեր աղջիկները, մեր, չէ, մեր ազգի։ Այսինքն մի հատ մտածի, եթե մի բանի շուրջ խոսում ես, նոր խոսա, ստե ես մոտիվացիա չեմ տենում, ինչքան էլ դու միտքը ձևակերպես մոտիվացիա ես ուզում անես, նենց ձևակերպի, որ ոչ մի աշխատող մարդու, մանավանդ կնոջ չփորձես վիրավորած լինես։ Հավաքարարի գործը շատ հարգի գործ է։ Ես բոլոր հավաքարարներին հենց հիմա սիրում եմ, հարգում եմ ու ասում եմ շնորհակալ եմ, որ դուք ընտրել եք ձեր մաքուր ճանապարհով փող աշխատելու մեթոդը, միջոցը, բարոյական ճանապարհով, ոչ թե անբարո։ Բոլորս է գիտենք, լիքը մարդ, լիքը կանայք կարան անբարո ճանապարհով լիքը փողեր աշխատեն։ Շնորհակալ եմ ձեզանից, սիրում եմ։ Քրեր ջան, ոչ մի բանից մի նեղվեք, մի վատ զգացեք, ասեմ ձեզ իմանը կապ չունի, որս ինչ գործ է անում։ Ես էլ եմ արվում, մաքրում եմ իմ տարածքը, այսինքն հավաքարարություն անում եմ իմ տարածքում։ Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ, ոչ մի գործ ամոչի, եթե դու անում ես քո ընտանիքին օգտակար լինելու համար, քո ընտանիքը պահելու համար։ Իսկ քեզ ու քո նմաններին, որ ինչ-որ մի հատ վիդեո եք ուզում անեք, խորհուրդ կտամ, երկար մտածեք ինչ եք անում։ Սեր մարդկանց մեջ քարոզեք, միասնություն ու գովացեք լյուբոյ աշխատող մարդու, ոչ թե փորձեք քլնգեք։ Կապ չունի այդ մարդը ինչա ձգտում, ինչ չի ձգտում։ Կինը ինչ պետք է ձգտի իր ընտանիքի համար ձգտելուց բացի։ Ոնց ես մտածում։ Հիմնականում կինը ձգտում է իր ընտանիքի համար լավ բան լինի, չէ՞, լավ բան անի իր ընտանիքի համար։ Այդ մարդը չի մտածում այդ տարիքում հենց ինչ-որ մի բան սովորի կամ ես ինչ անի ուրիշ, ինքը մտածում է իր ընտանիքին օգտակար լինի։ Երկար մտածի, նոր խոսա, երբ որ խոսում ես մարդկանց մասին։ Հիմա հնարավոր է դու խոսում ես ուրիշ երկրում, ուրիշ ազգի մարդու հետ պատած դեպքի մասին, բայց կապ չունի, դու ասում ես հավաքարար խոսք։ Հարգանքս բոլոր աշխատող մարդկանց հավաքարարից միջև նախարար, կապ չունի ով ինչ է աշխատում։